Մեր տաղավարում է Հայաստանի պետական ջազ նվագախմբի տնօրեն Լուսինե Բաբայանը, ողջույն, եւ թավ ջութակահար մեր շատ սիրելի ամենա ընկեր ու գործընկեր Արտյոմը։ Բարի լույս։ Ինչպես է ձեր տրամադրությունը, ինչպես եք արթնացել եւ վերադարձել առավոտ լուսոյի տաղավար, սիրելի Արտյոմ։ Այո։ Քշելուց էի մտածում, որ երկար տարիներ է այս առօրվա սիրուն գեղեցիկ տեսարանը չէի տեսել, շնորհակալություն հրավերի համար։ Մենք շատ ուրախ ենք։ Պարտավորեցնող է համերգը, բավական պատասխանատու եւ հետաքրքիր, ինչպես ենք նախապատրաստվել այդ կարևոր ընթացքի մասին, մի փոքր կիսվեք մեզ հետ։ Իհարկե մեզ համար շատ պատասխանատու է, որովհետեւ հոբելյանական համերգ է, 88 ամյակն է նվագախմբի եւ հայկական ջազի առհասարակ, որովհետեւ հաշվարկը հայկական ջազի սկսվում է մեկնարկում է հենց նվագախմբի հիմնադրման պահից, այսինքն 38 թվականից եւ այս շատ կարևոր օրը հիշատակելու համար շատ ուրախ ենք, որ ունենք առիթ Արտեմի Այվազյանին ստեղծագործություններին նվիրված եւ նորովի դրանց ներկայացնելու հնարավորություն ունենալ շատ տաղանդավոր երաժիշտների հետ միասին Արտյոմ Մանուկյանի եւ մեր նվագախմբի եւ իհարկե գեղեցկական ղեկավար Դավիթ Մելքոնյանի ջանքերի վստահ եմ, որ այսօր շատ հետաքրքիր երեկո է սպասվում բոլոր ջազասերների համար եւ շատ ուրախ կլինենք բոլորին հյուրընկալել եւ հետեւաբար ինչպես ցանկացած համերգ, այնպես նաեւ այսօրվա համերգը մեզ համար խիստ պատասխանատու եւ շատ սպասված է։ Շատ սպասված է իրականում բոլորիս համար, հատկապես նմանատիպ կարևորություն ունեցող համերգները, ջազային իմպրովիզներ ու նոր մշակումներ։ Ծրագրում ինչ է սպասվում։ Ծրագիրը երևի 90%-ը բաղկացած է Արտեմ Այվազյանի ստեղծագործություններից, կան եւ իր հայտնի ստեղծագործությունները եւ կան ստեղծագործություններ, որոնք ինքը գրել է Թավջութակի համար եւ չգիտեմ, խի երևի տենց մտքիս մեջ փոքր ժամանակվանից որ նվագում այդ գործերը մի քանի ստեղծագործություն կա, որ շատ էի սիրում եւ երբ որ իդեան ստեղծվավ, առաջին ասեցի, ես հիշում եմ, որ փոքր ժամանակ նվագում եմ մի քանի ստեղծագործություն, որոնք շատ գեղեցիկ են եւ չէին հնչում մեծ բեմերին, մնում էին ինչ-որ երաժշտական դպրոցներում կամ զուտ թավջութակարների ծրագրերում։ Եվ Դավիթ Մելքոնյանի հետ որոշեցինք ընտրել հենց այդ գործերը, որոնք քիչ են լսվում, մի քանի հատ եւ անել շատ մոդեռն, կարելի է այդպես ասել, նոր ձևի ներկայացնել եւ մեր համար էլ շատ հետաքրքիր եւ շատ պատասխանատու հարց է, որովհետեւ այդ ստեղծագործությունները արդեն շատ կայացած ստեղծագործություններ են եւ պետք է ուշադրությամբ փորձել փոփոխել ինչ-որ մի բան եւ հույսով եմ ստացվել է։ Բայց գեղեցիկ երաժշտություն է, ֆանտաստիկ անկրկնելի գեղեցիկ կոմպոզիտոր Արտեմ Այվազյանը եւ ամեն մի գործ ինչ որ կպնում էր ոնց որ իսկական հայկական երաժշտություն է մարդը գրել, ես տենց եմ համարում, որովհետեւ իրան որ լսում ես, դու զգում ես, որ կապնված ես այս երաժշտության հետ, դու հայ ես եւ ու տենց։ Շատ կարևոր է նաեւ գիտակցելու հասկանալ, թե ինչ է սպասում այս համերգային ծրագրին այսօրվանից հետո, որովհետեւ սա կարծում եմ այն համերգային ծրագիրն է, որ պիտի միայն այսօրվանով չսահմանափակվենք։ Ինչ ճանապարհ է անցնելու, վստահաբար ինչ ճանապարհ է անցնելու եւ արդյոք միայն հայաստանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու, թե կան ծրագրեր նաեւ հյուրախաղեր արտասահմանի մեր հանդիսատեսը, թե դեռ չենք էլ մտածել, չգիտեմ, կիսվեք մեզ հետ խնդրում եմ։ Կարծում եմ, որ մյուս տարի Արտեմի Այվազյանի 125-ամյակն է եւ սա լավ մեկնարկ է դեպի այդ ծննդյան ամյակին նախապատրաստվելու եւ աստիճանաբար մեր հանդիսատեսին եւս մեկ անգամ հիշեցնելու, թարմացնելու տաղանդավոր մեր կոմպոզիտորների, ստեղծագործողների եւ առավել եւս նորովի դա մատուցելու, որովհետեւ երիտասարդների համար եւս մեծահասակները արդեն որոշակիորեն կրթվել են այդ երաժշտության վրա, բայց գիտեք մենք ոնց որ մեր սերունդները նվագախմբի բոլոր այսպես ասած ղեկավարների, գեղեցկական ղեկավարների օրոք նորովի ընկալել են ջազը, Արտեմի Այվազյան, հետո Օրբելյան, հետո Արմեն Մանուկյան, Արմեն Հյուսնու, ներողություն եմ խնդրում, եւ իհարկե հիմա Դավիթ Մելքոնյան, որ յուրաքանչյուր մի նոր ժամանակաշրջան է կերտել, բայց Արտեմի Այվազյանին թարմացնել, նորովի մատուցել, որովհետեւ նա իսկապես հայկական
հայկական ջազի ավանդությունն է բերել։ Ինքը Սկիզբն է հենց տվել։ այդ նոր այդ մոտեցումը հայկական ջազ։ Ինքը սկիզբ է դրել, բայց բացի նրանից որ սկիզբ է դրել, ոչ է ստեղծել, որոշակի ուղի է տվել նվագախմբին եւ հայկական ջազին։ Եվ բնականաբար սա պարտավորեցնող է եւ շատ ուզում ենք, որ անընդհատ հնարավորություն ունենք անդրադառնալ եւ իհարկե մեծ հաճույքով հյուրախաղերում եւս մենք անդրադառնալու ենք եւ մենք կարող է հենց ամբողջական ծրագրով չէ, բայց հաստատ առանձին ստեղծագործություններով անպայման արտասահմանում եւս ներկայացնելու ենք հայկական ջազը, իսկ հայկական ջազն առանց նման մեծությունների իհարկե Չեն կարող կարող լինել, այո։ Մենք հաճախ խոսում ենք հայկական ջազի մասին, բայց կարծես մենք գովերքում ենք մեր իսկապես գանձը, որը ունենք, ինչպես է աշխարհը ընկալում, թե որպես մենակատար Արտյոմ եւ թե նվագախումբը, երբ Հայաստանի սահմաններից դուրս է գալիս ներկայացնելով հայկական ջազի երաժշտություն ու մեր հայկական ջազի պատմությունը մեծանուն ստեղծագործողների շնորհիվ։ Դե աշխարհում արդեն գիտեն հայերի եւ հայերի Ճանաչում են ձեռագիրը։ ջազի մասին Շնորհիվ Տիգրան Ամասյանին, Արտո Թունջբոյաջանին, Վարդան Հովսեփյանին, Վագն Հայրապետյանին, Կոնստանտին Օրբելյանին, այսինքն հայերը արդեն շուտվանից ներկայացել են իրենց անունը, իրենց տեղը ուրույն աշխարհում ջազի, բայց ես ուզում եմ ասեմ, որ հիմա շատ լավ սերունդ է ջազային աշխարհում բեմում հայաստանյան մեծանուն, որը շատ համաշխարհային մակարդակ ունի միանգամից, այսինքն քանի որ կան YouTube-ներ եւ այլն շատ ավելի հեշտ է սկսել սովորել եւ ուսումնասիրել, դրա համար ես շատ ուրախ եմ, որ կա նոր սերունդ, որ շատ ավելի արագ է սկսել ընդգրկվել համաշխարհային ջազի բեմին եւ ներկայացնել Հայաստանը, շատ չգիտեմ, շատ մեծ հույսեր կան, որ սերունդը շատ ավելի հեռու տեղ կհասնի հայկական ջազը։ Ջազը նաև պահի ու վարկյանի մեջ ստեղծվող տրամադրություն է ու երաժշտություն է։ Հաշվի առնելով իհարկե արդեն իսկ հաստատված ծրագիրը ֆանտաստիկ գեղեցիկ ստեղծագործություններ է, բայց գուցե հնարավոր է այսօր կանխատեսել տրամադրության թելադրանքով իմպրովիզներ ու այսպես հետաքրքիր ելևէջներ, որոնք կգա հենց այդ պահին այդ էներգիայի ու այդ տրամադրության մեջ։ Այո, ինձ եթե մարդիկ ինձ գիտեն, որ տենց էլ կլինի։ Միշտ այդպես է լինում։ Ես ճիշտ ասած եւ հիմա էլ նստած մտածում եմ, որ պետք է մի ստեղծագործություն նվագեմ համերգի ընթացքում այսօր սոլո թավջտակով եւ ունեմ մի քանի Արտեմի Այվազյանի թեմաներից գլխից մեջ առոտվանց ֆորմա ու ռադիոյով լսում եմ առոտվանց։ Հիմա էլ դուք մտածում եք։ Հիմա մտածում եմ, հիմա որ հարցեցիք ավելի շատ սկսեցի մտածել, որ ինչ պետք է, որ մի գործը պետք է նվագել, դրա համար հեսա միջով ծրագրի վերջերևի կհասկանամ։ Ամեներևս կլինեն, ինչը շատ է։ Եվ միայն ներկա հանդիսատեսը կվայելի այդ անակնկալը, որտեղ մենք էլ փաստորեն դեռ չգիտենք ինչ անակնկալներ է սպասվում։ Մեզ Կուզեի մեկ էլ նշեի, որ մեր հետ շատ լավ երիտասարդ երգիչ է կատարելու երկու ստեղծագործություն Սարեն, որը կարծում Գերմանիայից է եկել, հայազգի երիտասարդ է, շատ կիրթ, շատ տաղանդավոր ու ներկայացնելու է երկու երգ Կարինեն Արտեմ Այվազյանի հայտնի ստեղծագործություն, բայց շատ մոդեռն եւ բարեին, տենց ավելի տրամադրությամբ եւ Զուհրա մի հատ գործ կա, որը ես տենց պեղել եմ ռադիո արխիվից, որը նույնիսկ հայերեն բառեր չունի, ռուսերեն է տեքստը, մանեկանք որ գտնենք հայերեն չկար, բայց ֆանտաստիկ երգ է ուղղակի, դրա համար փորձենք տենց գտնել հին հայկական երգերը եւ նորանոր ձևով ներկայացնել։ Բացառիկ ստեղծագործություններ են այսօր հնչելու եւ իհարկե անակնկալներ, բայց խոսենք նաեւ նվագախմբի այս տարվա պլանների մասին, այն համերգների, որոնք արդեն գիտենք, որ լինելու է, ինչ է սպասվում հանդիսատեսին առաջիկայում, բացի այսօրվա գեղեցիկ համերգից։ Այո, մենք այս տարի բավականին ակտիվ ենք լինելու եւ իհարկե ամսվա վերջում, գիտեք, ապրիլը շատ ջազային ամիս է, սկսում ենք հայկական ջազով եւ ապրիլն ավարտում ենք ջազի միջազգային, այո, համաշխարհային ջազով։ Հայաստանից սկսվել է գնացել աշխարհայց։ Այո, ըստ մեզ այո։ Եվ այնց որ այս ամիսը կավարտվի իհարկե Կասկադում ավանդաբար իրականացվող
երեկոյով ավելի շուտ մի ամբողջ օրով ջազային եւ սիրով կսպասենք նաեւ հանդիսատեսին այնտեղ, ինչպես նաեւ ունենք հետաքրքիր ծրագրեր, նոր ծրագրեր, որոնք պլանավորվում են եւ ես հույս ունեմ, որ մենք ունենանք առիթ ձեր եթերում դրանք ներկայացնելու անակնկալներով, հոբելյանական համերգներ, տոնական համերգներ եւ նաեւ արդեն շատ սիրված սինեմա ջազը սպասվում է շուտով նորից մեր հանդիսատեսին, որտեղ շատ խնդրում են, որ մենք այն կրկնենք եւ իհարկե մեզ համար շատ կարեւոր է հին այսպես նվագախմբում նոր կատարողներ եւ նոր մարդկանց բացահայտումը կարծում եմ որ ինչպես արեն այնպես էլ դեռ տարվա ընթացքում կտեսնեք մեր տաղանդավոր երաժիշտներին նվագախմբի հետ միասին եւ նաեւ նոր դեմքեր որոնք եւս մեկ անգամ նորովի կմատուցեն ավանդական ջազային մոտեցումները եւ ինչպես նաեւ նոր ստեղծագործություններ Մոտը պրեմիերաներ ենք սպասվում այս տարի բավականին շատ։ Մենք էլ խոստանում ենք, որ կհետևենք գործունեությանը, որպեսզի որևէ բան բաց չթողնենք, սիրով կսպասենք կրկին ձեզ մեր տաղավարում, մեր դռները միշտ բաց են եւ կարոտած։ Եվ իհարկե կպատմենք մեր հեռուստադիտողներին հիշեցնելով, որ հայկական ջազը եւ Հայաստանի պետական ջազ նվագախումբը անում է ամեն բան, որպեսզի մենք ոչ միայն չմոռանանք, այլ նաեւ հիշենք ու աշխարհին պատմենք մեր մեծանուն ջազբենդների եւ ջազի հիմքը մարդկանց մասին։ Շնորհակալություն, որ օրը սկսեցիք մեզ հետ, հաջող ընթացք համերգային ծրագրի։ Հետ կապված մենք շարժվում ենք առաջ, սիրելի հեռուստադիտողներ, երաժշտական ու շատ լավ տրամադրությամբ, սա առավոտ լուսոն է, միացեք մեզ, մենք գնում ենք դեպի ամփոփում։